Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիշխանական բողոքի ակցիաները շարունակվում են։ Ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են եղել։ Իրավապահներն արցունքաբեր գազ, մահակներ եւ ջրցան մեքենաներ են կիրառել, կանտուժացներ եւ ձերբակալվածներ։ Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդը հանրապետական կուսակցությունը չնայած երկրում ցույցերի եւ հանրահավաքների արգելքին կոչ է արել քաղաքացիներին չզիջել դիրքերը։ Ընդդիմությունը հայտարարում է, որ Ստամբուլի քաղաքապետին ձերբակալել են քաղաքական նկատառումներով։ Իշխանությունը մեղադրում է Էքրեմ Իմամօղլուին փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու եւ ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու համար։ Ըստ թուրքական ԶԼՄ-ների այս գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը գերազանցում է 100-ը։ Երկրում ստեղծված իրավիճակը մեկնաբանել է Ռեջեփ Էրդողանը, նա մեղադրել է ընդդիմությանը սեփական սխալները չընդունելու եւ ժողովրդին խաբելու համար։ Նրանք հանդգնում են հարձակվել եւ սպառնալ մեր ոստիկանությանը, դատավորներին, դատախազներին։ Նրանք փորձում են իրենց ներքին խնդիրները կոծկել քաղաքական կարգախոսներով, նշել է Թուրքիայի նախագահը, հավելել. իշխանությունը ժամանակ չունի, որ վատնի այն ընդդիմության վրա։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաման է ստորագրել կարևոր օգտակար հանածոների եւ հազվագյուտ մետաղների արդյունահանումը Միացյալ Նահանգներում կտրուկ ավելացնելու մասին։ Մենք օգտակար հանածոների արդյունահանման մասին համաձայնագրեր ենք ստորագրում նաեւ ամբողջ աշխարհում։ Ուկրաինայի հետ առաջիկայում համապատասխան գործարք կկնքվի, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նշել է, որ լավ առաջընթաց կա նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ շփումներում։ Ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի, հուսով ենք կկարողանանք հազարավոր մարդկանց կյանքերը փրկել, շեշտել է ԱՄՆ նախագահը։ Վոլոդիմիր Զելենսկին Նորվեգիայի վարչապետի հետ հանդիպման շրջանակում հայտնել է, որ մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում կհանդիպեն Կիևի եւ Վաշինգտոնի տեխնիկական թիմերը։ Սաուդյան Արաբիայում են լինելու նաեւ Մոսկվայի ներկայացուցիչները, սակայն Զելենսկու խոսքով ուկրաինական կողմը չի հանդիպելու ռուսական պատվիրակության հետ։ Պատասխանելով լրագրողների հարցին, Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ օրերս Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Զապորոժիեի ատոմակայանի հարցը, սակայն ԱԵԿ-ի նկատմամբ վերահսկողությունը Միացյալ Նահանգներին փոխանցելու թեմա չի եղել։ Մենք կարող ենք գումարներ ներդնել, դա կարելի է քննարկել։ Մենք խոսել ենք միայն մեկ ատոմակայանի մասին, որն այժմ օկուպացված է, նշել է նա։ Զելենսկու խոսքով չի քննարկվել նաև Ղրիմի կարգավիճակի հարցը։ Ղրիմը ուկրաինական թերակղզի է, այդ մասին մի անգամ խոսել ենք սեպտեմբերին Նյու Յորքում։ Թրամփը ուղղակի հարցրեց, ինչու են ուկրաինացիներն այդքան սիրում Ղրիմը, պատմել է լրագրողներին Ուկրաինայի նախագահը։ Մեկնաբանելով Մոսկվայից հնչող պահանջը, որ Ուկրաինան պետք է չեզոք կարգավիճակ ունենա, Զելենսկին շեշտել է. նման բան չի կարող լինել։ Նա նաև ափսոսանք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն, մասնավորապես Միացյալ Նահանգները չեն ցանկանում ընդունել Կիևը դաշինքի կազմում։ Հունգարիան մարտի 20-ին երկրորդ անգամ անընդմեջ արգելափակել է Եվրախորհրդի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության ընդունումը, որի համաձայն Եվրամիությունը պետք է շարունակի Ուկրաինային աջակցությունը, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։ Սակայն արդյունքում փաստաթուղթը հաստատվել է համայնքի 27 երկրից 26-ի անունից։ Գագաթնաժողովի ընթացքում Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է ԵՄ որոշումների կայացման համակարգը։ Նա կոչ է արել ճնշում գործադրել միության առանձին անդամների վրա։ Պարզապես հակաեվրոպական է, երբ մեկը կարող է արգելափակել մեծամասնության որոշումները, որոնք կարևոր են ամբողջ մայրցամաքի անվտանգության համար, կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահը։ Ուկրաինային աջակցության նախաձեռնությունը Հունգարիան արգելափակել էր նաև մարտի 6-ին, այդ ժամանակ հռչակագիրը ևս ընդունվել էր ԵՄ 26 անդամների անունից։ Դիանա Գասպարյան, լուրեր։